Իրանում 544-ը մահացած և 1060-ը ձերբակալված։ Երկրում ակցիաները շարունակվում են։ Զոհվածների մեջ ավելի քան 500 ակտիվիստ է, գրում է ԱՄՆ-ում հիմնադրված Մարդու իրավունքների պաշտպան գործակալությունը։ Արդեն ավելի քան 84 ժամ է, ինչ Իրանի բնակչության մեծամասնությունը չունի համացանցի հասանելիություն։ Իրանը երրորդյա ազգային սուկ է հայտարարել ի պատիվ բողոքի ակցիաների ժամանակ զոհվածների։ Միևնույն ժամանակ այսօր Իրանում կանցկացվի նաև իշխանություններին աջակցող հակաակցիա։ Երկրում ցույցերը ընթանում են արդեն 15 օր։ Սկզբում Թեհրանի փողոցները դուրս էին եկել խանութների վաճառողները, որպեսզի արտահայտեին դժգոհությունը իրանական արժույթի արժեզրկման վերաբերյալ։ Հետո նրանց միացել են նաև ուսանողները։ 66 միջազգային կազմակերպությունների լքման վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշման մասին պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը Թբիլիսիում արձագանքում են։ Կառավարող թիմը Ամերիկայի դուրս գալը 66 կազմակերպություններից կոչում է ճիշտ որոշում։ Վրացական երազանքում հիշեցնում են Վենետիկի հանձնաժողովի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ և նշում, որ դա քաղաքական զենք էր Վրաստանի դեմ։ Իսկ ընդդիմության մի մասը նահանգների որոշումը համարում է Ամերիկայի ներքին գործը։ Նրանց խոսքով Վրաստանը հայտարարել է Եվրամիության անդամակցության ցանկություն և գտնում են, որ Վրաստանը պետք է լինի ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ մյուս կազմակերպությունների տարածքի մի մասը։ Ինչ վերաբերում է Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, նրա խոսքով միջազգային համակարգը ծանրաբեռնված է հարյուրավոր անթափանց կազմակերպություններով, որոնք ունեն չափազանցված մանդատներ, ոչ արդյունավետ արդյունքներ և վատ կառավարում։ Այդ թվում նա հիշատակում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի կանանց կազմակերպությունը և ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիան, որոնք նրա խոսքով տարածում են անարդյունավետություն կամ չարություն։ Պետքարտուղարի խոսքով դա չի նշանակում, որ Ամերիկան աշխարհին մեջքով է շրջվում։ Պարզապես Թրամփի վարչակազմը պահանջում է իրական արդյունքներ ինստիտուտներից։ Ոստիկանությունը ձերբակալել է նախկինում թմրանյութերի հանցագործության մեղադրանքով դատապարտված և ներկայումս պայմանական ազատազրկման մեջ գտնվող 2 անձի։ Իրավապահները մեղադրյալների բնակելի տների խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել են խոշոր և առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում կոկաին, չորացրած մարիխուանա և կանեփ բույս։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Վրացական գինին 2025 թվականին ներկայացվել է աշխարհի 21 երկրներում, մինչև 60 ցուցահանդես փառատոներում և ավելի քան 300 համտես սեմինարներում, տեղեկատվությունը հաղորդում է գինու գործակալությունը։ Օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ անցկացվել է 18 գինու շրջագայություն։ Խմբերում ներառված են եղել գինու մագիստրոսներ, փորձագետներ, սոմելիեներ և ներմուծողներ։ Գինու գործակալության տվյալներով մարքեթինգային ծախսերի համաֆինանսավորման պետական ծրագրի շրջանակներում 2025 թվականին որպես համաֆինանսավորում 9 գինու ընկերություն ստացել է ընդհանուր առմամբ 693 հազար լարի։ Բաքուրյանիում ավարտվել է Ախալցիխեի քաղաքապետարանի կազմակերպած երիտասարդական ճամբարը։ Ախալցիխեի քաղաքապետարանի քաղաքապետ Վարլամ Ծիգլաուրին առաջին տեղակալի և Սակրեբուլոյի խորհրդի նախագահի հետ միասին այցելել է ձմեռային ճամբար և հանդիպել ախալցիխեցի մասնակիցների հետ։ Տեղական ինքնակառավարման ղեկավար անձինք պարգևատրել են տարբեր միջոցառումների հաղթող մասնակիցներին։ Երկօրյա ձմեռային ճամբարին մասնակցել է 60 երիտասարդ։ Մայրաքաղաքում շարունակվում են ամանորյա միջոցառումները։ Հանրապետության հրապարակում հանդիսատեսի առջև ելույթ ունեցավ Շվիդկացա անսամբլը, իսկ գիշերվա ժամը 10-ից ավանդաբար անցկացվեց էլեկտրոնային երաժշտության շոու։ Դեկորացիաներով և ինստալյացիաներով զարդարված ամանորյա գյուղում գաստրոնոմիկ և ձեռնարկատիրական տաղավարներ են պատրաստվել։ Ամանորյա գյուղը հյուրերին կհյուրընկալի մինչև հունվարի 14-ը ներառյալ։ Հոկտեմբերի 4-ի գործի քննությունը շարունակվում է։ Այսօր ընթացել է 14 մեղադրյալի դատավարությունը։ Հետազոտել են դատախազության տեսանյութային ապացույցները։ Վլադիմիր Գվեսելյանին, Սերգո Մեգրելիշվիլիին, Զուրաբ Ճավճանիձեին, Գեորգի Ռուրուային, Ամիրան Դոլիշվիլիին, Անտոն Վարդանիձեին, Գեորգի Քորքիային, Ալեքսանդրե Չիլաչավային, Գենադի Կուպրեիշվիլիին, Լաշա Իվանաձեին, Լևան Ջիքիային, Սուլխան Տուղուշին,
Խվիչա Գոգոխիային և Ռամազ Մամուլաձեին մեղադրում են ռազմավարական և բացառիկ կարևորության օբյեկտը զավթելու փորձ կատարելու մեջ կատարված խմբակային, ինչպես նաև խմբակային բռնությանը մասնակցելու մեջ։ Մեղադրանքը նախատեսում է մինչև 6 տարի ազատազրկում։ Իրանը պատրաստ է բանակցությունների, հայտնում է Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով առաջնորդները զանգահարել են հենց այդ նպատակով, քանի որ նրանք հոգնել են ԱՄՆ-ի կողմից հասցվող հարվածներից։ Թրամփը նաև հայտնել է, որ Իրանում համացանցի վերականգնման վերաբերյալ պլանավորում է զրուցել Իլոն Մասկի հետ, քանի որ Իրանի իշխանությունները անջատել են հաղորդակցման միջոցները հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին։ Ավելի վաղ լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն, որ Թրամփը քննարկում է տարբեր քայլեր Իրանում խառնաշփոթի սրմանը արձագանքելու համար, այդ թվում հնարավոր ռազմական տարբերակներ։